Վարչապետը դեռ սայնս մի քանի ամիս առաջ ասաց. Վարչապետն ասել է պետք է փոխել եկամուտների հայտարարման վերջնաժամկետը։ Մայիսի 1-ի փոխարեն սահմանել նոյեմբերի 1-ը։ Քվեարկություն։ ՔՊԱ-կան падգամավորները կատարում են Նիկոլ Փաշինյանի կամքը։ Առաջին ընթերցմամբ ընդունվում է գրանցված աշխատող 750 հազար քաղաքացիների եկամուտների հայտարարման վերջնաժամկետը 6 ամսով երկարաձգելու մասին օրենքի նախագիծը։ Այն օրենք կդառնա ամենայն հավանականությամբ վաղը, երկրորդ ընթերցմամբ հաստատվելուց հետո։ Նախ նույնականացման քարտերի հետ կապված խնդիրը լուծած կլինենք։ Իշխանությունը վերջնաժամկետը երկարաձգում է, որ հասցնի լուծել նույնականացման քարտերի պակասի խնդիրը, հայտարարման նոր հավելված ստեղծի։ Ստվերն են կրճատում աշխատող քաղաքացիների եկամուտները հայտարարելով։ Հիմա մորքունել կրասնի, օրքունել, քերնել, հոպարնել, բոլորներ կտենան, ով ինչ ունի։ Ընդդիմադիրները պնդում են, եկամուտների համընդհանուր հայտարարման իշխանական նախաձեռնության բուն նպատակը թափանցիկությունը չէ, քաղաքացուց հարկի անվան տակ փող քերելն է։ Հենց դրա համար էլ ՔՊ-ն մերժել է Հայաստան խմբակցության առաջարկը ուժի մեջ թողնել պաշտոնյաների եկամուտների հայտարարումը, չեղարկել 750 հազար քաղաքացիներին։ Այդ փոխանցումները, որ մարդիկ այսօր մինչև 300,000-ը տեղավորվում չեն հայտարարագրում, երբեք դա հանելու, երբեք հանելու են 12 միլիոնի շեմը օտարերկրյա պետություններից ստացվող փոխանցումների, որտեղ դրանք, ինչպես ժողովուրդն ասում, այսպես փափուկ կտեր են, որ համակարգը ներդրվի, որից հետո արդեն կգնա դեպի կոշտացման։ Իդեպ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը խոստացել էր պարզել, ազատազրկվելու են ՀՀ քաղաքացիները հայտարարագիր չլրացնելու համար։ Ընդդիմադիր падգամավոր Ագնես Ախամոյանն էր նկատել քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածի համաձայն հայտարարում կեղծ տեղեկություններ ներկայացնելը, եկամուտները թաքցնելը կամ հայտարարագիր չներկայացնելը պատժվում է 3-ից 6 տարի ազատազրկմամբ։ Այո, Տիկին Խամոյան, ճշտել եմ իրավաբանների հետ, 444 հոդվածը վերաբերվում է պաշտոնատար անձանց կողմից կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով վերաբերող հայտարարագրերին։ Ֆիզիկական անձանց դա չի վերաբերվում։ Հիմա ամենակարևորը սիրելի հայրենակիցներ։ Ագնես Ախամոյանի ձեռքի տակ պեկի մի փաստաթուղթ է հայտնվել, որտեղ գրվածը падգամավորի պնդմամբ չի հաստատում, որ չեն կալանավորելու հայտարարագիր չլրացրած քաղաքացիներին։ Սիրելի հայրենակիցներ, ձեզ ինչպես Արցախի հարցից սկսած մինչև Արագաչափեր ստել են, այնպես էլ այս հարցում են ստում։ Ուրեմն որ օրը որևէ ֆիզիկական անձ հայտարարագիր լրացնող 444-րդ հոդվածով ազատազրկման կենթարկվի կամ կդատապարտվի, ես պատրաստ եմ այս ամբիոնից, եթե դեռ падգամավոր լինեմ, կամ եթե չլինեմ ուրիշ ամբիոնից, ձեզնից հրապարակային ներողություն խնդրել։ Բայց եթե նման բան չլինի, նույնը ակնկալում եմ ձեր կողմից։ Կարող է երազեի տեսել, եկել է ձեզ պատմում եք, դուք էլ ջուրն էիք։ Եթե ամեն բան այդքան պարզ է, ինչու են թե գլխավոր դատախազությունը, թե ՊԵԿ-ը խուսափում հստակ ասել, որ չեն պատրաստվում բանտարկել եկամուտների հայտարարագիր չլրացրած քաղաքացիներին, հարցնում է ընդդիմադիր падգամավորը։ Հիշեցնում, 3 ամիս է գրավոր հարցումներ է ուղարկում գլխավոր դատախազություն ու ՊԵԿ չի ստանում ոչ մի հստակ պատասխան։ Հրապարակային ներողություն խնդրել։ Թունյանի ներողությունը դժվար թե օգտակար լինի մինչև 6 տարի ազատազրկվողի համար։ Եթե ձեր համար նորմալ է, որ երկրի վարչապետը կարող է ազգային անվտանգության ծառայությանը հանձնարարի բռնել սատանաներին կառավարության նիստի ժամանակ, հաջորդ օրն էլ, հաջորդ օրը թե մի ամիս հետո էլ, իր ընտանիքին պատկանող թերթը հարցում ուղարկի ԱԱՑ-ը, թե արդյոք բռնեցին սատանաներին, թե ոչ, նորմալ է, որ ձեր համար այս ամեն ինչը դեմոնիզացիա է եւ երազ է, որը տեսել եկել էի ձեզ պատմում էի։ Մինչ այսօր պարտավորություն ունեցող քաղաքացիների ընդամենը 5%-ն է եկամուտների հայտարարագիր լրացրել, 35,000 մարդ։ Արդյոք նպաստել են այդ կոռուպցիայի դեմ պայքարի 5%-անոց դրական տեղաշարժի։ Իշխանությունը չունի փաստ, որ եկամուտների այս պահին 5%-անոց հայտարարումը թեկուզ 5%-ով ակտիվացրել է կոռուպցիայի դեմ պայքարը։ Հիմնական նպատակը կոռուպցիան չի եղել։ Ավելին Թունյանի պատասխանից հասկանում ենք, որ կոռուպցիայի դեմ պայքարին պայքարում ենք ստվերի դեմ անունով իշխանական նախաձեռնության հիմնական նպատակը կոռուպցիայի դեմ պայքարը չէ։ Արփիս Քեսյան, Միլենա Պողոսյան, Նորայր Հակոբյան, Հայլուր։